Ողջույն, ես Իոնան եմ, եթերում ապրել առողջն է։ Նոյեմբերը ամբողջ աշխարհում համարվում է թոքի քաղցկեղի իրազեկման ամիս, եւ այդ շրջանակներում մենք այսօր խոսելու ենք դեղորայքային բուժման մասին։ Եվ մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Վիկտոր Ֆաներջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի քիմիաթերապևտ Կարինե Սողոմոնյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Այսօր խոսելու ենք քաղցկեղի դեղորայքային բուժման մասին։ Պատմեք իրենից ինչ է ներկայացնում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես բժիշկ քիմիաթերապևտ եմ կամ դեղորայքային ուռուցքաբան, ով զբաղվում է չարորակ ուռուցքների դեղորայքային բուժմամբ։ Ինչու ենք շեշտում հենց դեղորայքային բուժում, այլ ոչ թե քիմիաթերապիա բառը, որովհետև դեղորայքային բուժումը իր մեջ ժամանակակից օնկոլոգիայում ուռուցքաբանությունում ներառում է ոչ միայն քիմիաթերապիա, այլ բուժման դեղորայքային այլ տարբերակներ ևս, ինչպես հորմոնալ թերապիան է, թիրախային թերապիան կամ իմունոթերապիան։ Հաճախ երբ որ մարդիկ լսում են քիմիաթերապիա բառը, միանգամից շատ մեծ վախ են ապրում եւ ամեն ինչ ուզում են անեն, որ խուսափեն, այդ միջոցով բուժման ընթացքից։ Ինչու է դա այդպես եւ արդյոք կա փոխարինիչներ այդ բուժմանը։ Այո, դուք իրավացի եք, ոչ միայն քիմիաթերապիա բառը, այլ նաև հենց ուռուցքաբանություն կամ ուռուցք բառը պացիենտի մոտ առաջացնում է վախի եւ սարսափի կամ տագնապի զգացողություն, ինչը բավականին ընդունելի է, սակայն դա կարող է կապված լինել ավելի շատ կարծրատիպերի հետ, որ ուռուցքը չի բուժվում, չարորակ ուռուցքները բերում են մահվան եւ այդ ամենի հիմքում ընկած է հենց այդ մահվան զգացողությունը։ Միգուցե կարծրատիպը եկել է նրանից, որ դեռ վաղ անցյալում ուռուցքաբանությունը այդքան զարգացած չէր, ախտորոշման մեթոդները, բուժման մեթոդները այդքան զարգացած չեն եւ մարդիկ այդ պատճառով վախենում են ուռուցք եւ քիմիաթերապիա բառերից։ Սակայն համոզված եմ, իմ հետ կհամաձայնեն իմ գոլեգաները, որ ուռուցքաբանությունը զարգանում է ոչ թե տարվա վրա, այլ ամեն օր։ Եվ մենք ամեն օր ունենում ենք նորություններ ուռուցքաբանության, նոր բուժման մեթոդների, նոր դեղորայքի մասին, ինչը բարելավում է բուժառուների ընդհանուր ապրելիությունը եւ բարձրացնում է բուժման արդյունավետությունը։ Քաղցկեղի որ էտապում է, որ արդեն պետք է քիմիոթերապիա կատարել։ Քիմիոթերապիա կամ դեղորայքային թերապիան թոքի քաղցկեղի դեպքում կիրառվում է բոլոր փուլերում, սակայն կախված փուլից, կախված ուռուցքի տարատեսակից եւ նրա տարածվածության աստիճանից դեղորայքային բուժումը տարբեր նպատակներ է հետապնդում։ Վաղ փուլերում քիմիոթերապիան կամ թիրախային եւ իմունոթերապիան թոքի քաղցկեղի դեպքում կրում են ամոքի ճարմատական բուժման մաս։ Այն կարող է կիրառվել նախավիրահատական եւ հետվիրահատական եղանակներով, իսկ հա տարածված փուլում թոքի քաղցկեղի քիմիոթերապիան կամ դեղորայքային բուժման այլ տարատեսակները թիրախային կամ իմունոթերապիան կիրառվում են արդեն պացիենտի կյանքի որակի բարելավման եւ կյանքի տևողության երկարացման նպատակով։ Տպավորություն է, որ քաղցկեղը ոչ միայն բուն առողջական հիվանդություն, առողջությանը վնասող, այլ նաեւ հոգեբանական։ Ինչ խորհուրդ կտաք մեր պացիենտներին այդ մասով, ինչպես հաղթահարեն այդ նաեւ կողմնակի վախերը եւ վստահ անցնեն բուն քիմիոթերապիայի բուժմանը։ Գիտեք, այստեղ շատ կարևոր է բժշկի մոտեցումը առհասարակ բուժման հարցին, ինչպես է բացատրում բուժառուին, ինչպես է նախատրամադրում բուժմանը։ Շատ կարևոր է բավական երկար ժամանակ տրամադրել, զուտ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում ուռուցքը, բուժման նպատակները եւ նոր սահուն անցում կատարել բուժման այս կամ այն եղանակին։ Քիմիոթերապիայի դեպքում, այո, իրավացի եք, կարող են կողմնակի երևույթներ կամ բարդություններ զարգանալ, սակայն բժիշկը նախապես կատարում է այս կամ այն հետազոտությունը, նախապատրաստում է պացիենտին բուժմանը եւ ամեն ինչ անում է այդ բարդությունների եւ կողմնակի երևույթների ռիսկը նվազեցնելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է հոգեբանական կոմպոնենտին, անպայման բաժանմունքում, որտեղ իրականացվում է քիմիոթերապիա, կա հոգեբանական թիմ, որ աշխատում է պացիենտի հետ։ Որոնք են հիմնական բարդությունները, որոնք որ կնշեիք դուք քիմիոթերապիայից հետո, որ ստատիստիկայով հաճախ հանդիպում է։ Քիմիոթերապիայից առաջացող բարդությունները ստորաբաժանում են 3 խմբի՝ վաղ, ուշ եւ հետաձգված բարդություններ։ Վաղ բարդությունները դրանք այն կողմնակի հետևանքներն ու բարդություններն են, որոնք զարգանում են հենց քիմիոթերապիայի
ներարկման ընթացքում եւ դրսևորվում են որպես սուր ալերգիկ ռեակցիաներ, ինչպես նաեւ կարող են դրսևորվել սրտխառնոցի փսման տեսքով։ Այդ ամեն ինչը կանխելու համար կիրառվում են համապատասխան պրեպարատներ, դեղորայքներ, խուսափելու համար այդ կողմնակի երևույթներից։ Ավելի ուշ հետևանքները քիմիոթերապիայի կարող են դրսևորվել արյան պատկերի փոփոխությամբ, երբ որ ունենում ենք լեյկոպենիաներ, էրիթրոպենիաներ, այսինքն ընկճվում է ոսկրածուծը։ Դա եւս կոռեկցիայի ենթարկվող է եւ բժիշկը եւ մինչեւ քիմիոթերապիան եւ քիմիոթերապիայից հետո կատարում է համապատասխան հետազոտությունները կանխելու եւ բուժելու նման հետևանքները։ Արդյոք 21-րդ դարում կա այլ միջոց, այլ ավելի արդյունավետ միջոց, քան քիմիոթերապիան կամ փոխարինող միջոց։ Բարեբախտաբար նման դեղորայք արդեն ստեղծվել է եւ հենց թոքի քաղցկեղը համարվում է ամենաուսումնասիրված ուռուցքներից մեկը եւ հենց թոքի քաղցկեղի դեմ ստեղծվել են բացի քիմիոթերապիան բազմաթիվ թիրախային պրեպարատներ եւ իմունոթերապևտիկ պրեպարատներ, որոնք ավելի բառից բուն իմաստով թիրախային են աշխատում եւ ավելի արդյունավետ են հակաուռուցքային պայքարում եւ ավելի մեծ արդյունավետություն են ցուցաբերում եւ պացիենտի կյանքի տևողության եւ բուժման արդյունավետության հասնելու գործում։ Կա արդյոք այդպիսի նախադեմ, որ օրինակ քիմիոթերապիան համարցվում է այլ բուժումների հետ, այլ թերապիաների հետ։ Միանշանակ եւ դեղորայքային բուժման մեջ կարելի է համակցել մեկ դեղորայքը մյուսի հետ, ինչպես քիմիոթերապևտիկ պրեպարատների համակցությունը կամ քիմիոթերապիան այլ օրինակ իմունոթերապևտիկ պրեպարատի հետ, ինչպես նաև կարելի է համակցել եւ համակցվում է ամբողջ աշխարհում հակաուռուցքային բուժման երկու տարբեր եղանակներ, երկու բավականին արդյունավետ եղանակներ, ինչպես է դեղորայքային բուժումը ճառագայթային բուժման հետ, ինչը կիրառվում է թոքի քաղցկեղի տարբեր փուլերում եւ կրում է տարբեր նպատակներ։ Օրինակ նախավիրահատական քիմիաճառագայթային բուժումը կատարվում է ուռուցքի չափսերի փոքրացման եւ վիրահատության համար առավել հարմար նախապայմաններ ստեղծելու նպատակով, կամ հետվիրահատական ճառագայթային բուժումը համակցվում է քիմիոթերապիայի հետ եւ նպատակը լինում է միկրոմետաստազների ոչնչացումը, որոնք որ կարող են պահպանված լինել վիրահատությունից հետո։ Որ դեպքում է քիմիոթերապիան համարվում առանձին բուժման մեթոդ։ Առհասարակ չարագնորագոյացությունների տարածված փուլերում դեղորայքային բուժումը համարվում է հիմնական բուժման մեթոդ եւ թոքի քաղցկեղի դեպքում է դեղորայքային բուժումը որպես հիմնական մեթոդ է, սակայն այստեղ շատ ավելի կարեւոր է պացիենտի կյանքի որակի պահպանումը եւ թոքի քաղցկեղը համարվելով ամբողջ աշխարհում ամենահետազոտված ուռուցքներից մեկը թույլ է տալիս ժամանակակից հետազոտության մեթոդներով, ինչպիսին օրինակ հաջորդային դիսեկվենավորումը եւ շատ այլ մոլեկուլյար գենետիկ հետազոտություններ հայտնաբերել թոքի քաղցկեղի տվյալ նմուշի մեջ այս կամ այն մուտացիաները եւ համապատասխան այդ մուտացիաներին համապատասխան բուժում նշանակել, լավ, այսինքն բուժումը գնում է ավելի դեպի անհատականացված բուժում։ Ամեն բուժառուի դեպքում կիրառվում է անհատականացված բուժում եւ նշանակվում է այս կամ այն թիրախային թերապիան կամ իմունոթերապիան։ Հենց բուժման այդ մեթոդներն են, որոնք ապահովում են ավելի բարձր արդյունավետություն համեմատած քիմիոթերապիայի եւ մյուս կողմից ապահովում են ավելի բարձր կյանքի որակ, քանի որ նրանց կողմնակի սպեկտրը եւ բարդությունների սպեկտրը բավականին տարբերվում է քիմիոթերապիայից։ Ինչ խորհուրդ կտաք մեր հեռուստադիտողներին։ Առաջին հերթին խորհուրդ կտամ վարել առողջ ապրելակերպ եւ դադարեցնել ծխելը այն անձանց, ովքեր ծխում են, քանի որ խոսում ենք թոքի քաղցկեղից եւ հայտնի է, որ ծխելը հանդիսանում է ամենագլխավոր ռիսկի գործոնը թոքի քաղցկեղի առաջացման։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Հետևեք մեր բժիշկների խորհուրդներին։ Մենք խոսում ենք ձեր առողջության մասին։ Կհանդիպենք։